Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր ուզում եմ մի բան ձեզ ներկայացնեմ, որը լավ ներկայացնում է, թե ինչ գործիքակազմով աշխատում քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը ու այս իշխանությունը մեր ու մեր ժողովրդի հետ։ Ինչքան սուտ բաներ են կարողանում իրենք տարածել, ու այդ սուտը տարածելու մեջ իրենք անգամ չեն խորշում օգտագործել պետության կողմից ֆինանսավորող հանրային հեռուստատեսությունը։ Իմ հետևում մի հատ նկար է, որտեղ գրված է հանրային հեռուստատեսության եթերով, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է, եւ նկարներ են Ռուսաստանի դրոշի ֆոնին։ Մեր ուժը օֆիցիալ հայտարարել է, որ ոչ մեկին, բացի Սամվել Կարապետյանից, մենք մեր քվեն չենք տալու։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, մյուս բոլոր ուժերը հայտարարել են, որ ընդդիմադիր առաջի ուժին են իրենց ձայնը տալու, այսինքն այսօր բոլոր հարցումներով դա ուժեղ Հայաստանն է։ Մենք ոչ մի դեպքում բացի Սամվել Կարապետյանից ուրիշին ձայն չենք տալու։ Բայց այս կեղծիքը օֆիցիալ տարածում է հանրային հեռուստատեսության եթերով եւ չեն էլ ամաչում։ Սա էլ երկրորդ կեղծիքը, որտեղ Սամվել Կարապետյանի նկարն են օգտագործում հանրային հեռուստատեսության եթերով։ Սրտացավ Հայաստան էջկա, որի նկարը Սամվել Կարապետյանն է, մեր ուժի ներկայացուցիչներն են, բայց ելի մեզ հետ կապ չունի այս էջը, սա ՔՊ-ի կողմից սարքած էջ է, որտեղ գրված է, որ իբր Սամվել Կարապետյանն ասել է, պետք է ամեն գնով օգնել մեր դաշնակից Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Հարգելիներս, Սամվել Կարապետյանը այսպիսի բան չի ասել, սա ՔՊ-ի սուտն է, կեղծ բան է, որը բազմաթիվ լրատվականներ տվել են, որ կեղծ է, ու այս էջն էլ է կեղծ, իրենք են սարքել, որպեսզի սուտ տվյալներ տան։ Պատկերացրեք, ասում են Ուկրաինայի պատերազմում Հայաստանը դեռ իր հարցերը չի լուծել, ինչ մնաց Հայաստանը պետք է դեռ իր հարցերը լուծի, որտեղ նենց վիճակում են Հայաստանին բերել, որ մենք այնքան հարց ունենք լուծելու, որ հաստատ ուրիշ երկրի հարցերով զբաղվելու կարիք չկա։ YouTube-ում շատ եք տեսել այսպիսի գովազդ։ 3 պատերազմ բերած մարդը կապույտ ֆոնի վրա տակ գրած խաղաղություն։ 5-ից 6000 զոհ ենք տվել մենք տարբեր հաշվարկներով, մինչև հիմա չհրապարակված այս մարդու կառավարման ժամանակ։ Սամվել Կարապետյանի նկարը որպես ու գրված պատերազմ։ Սամվել Կարապետյանը Հայաստանում ընդհանրապես յուրաքանչյուր պատերազմի հետ ոչ մի կապ չի ունեցել ու չունի։ Իր առաջնորդությամբ Հայաստանը վերջապես նորմալ հարաբերություններ կհաստատի տարածաշրջանի երկրների հետ, ու այս մարդու բերած 3 պատերազմի շղթայից ու ծնկի գալու շղթայից դուրս կգա մեր երկիրը։ Սա տարածում է ՔՊ-ն, սուտ տեղեկությունը տարածում է ՔՊ-ն, որպեսզի մեր հայրենակիցներին մեջ վախ սերմանի։ Պատերազմի հանդեպ են, պատերազմի, որ ինքն է բերել։ Տեսեք, Երևանի մեր հայրենակիցները լավ գիտեն ճշմարտությունը, բոլորը լավ գիտեն ճշմարտությունը, անգամ ընդդիմադիր առաջնորդներն են հայտարարել, որ իրենց ձայները իրենք տալու են ընդդիմության առաջի ամենաշատ ձայն հավաքած ուժին, այսինքն Սամվել Կարապետյանին, ու ՔՊ-ն այսպիսի բան է պատրաստում, ու YouTube-ում դուք շատ գովազդներում տեսած կլինեք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախ մարդկանց հետ, մարդկանց քաղաքական ուժերին ներկայացնելու հետ կապված մի հատ վախ ունի, որ Սամվել Կարապետյանի ուժի ու որպես անձի հետ ինքը չի կարողանում պայքարի։ Այդ իսկ պատճառով այլ անձանց միջոցով փորձում է պայքարել Սամվել Կարապետյանի դեմ, անհաջող, ասեմ։ Սա կեղծ տվյալ է, սա սուտ է, ու սուտը ՔՊ-ականներն են տարածում, հարգելի հայրենակիցներ, այս սուտ տարածողներին պետք է ցույց տանք, որ մենք չենք հավատում իրանց ստերին։ Նկար սրտացավ Հայաստան, ՔՊ-ի կողմից էլի սարքած էջ, բայց Սամվել Կարապետյանի նկարով, որպեսզի ցույց տան Սամվել Կարապետյանի եւ Հայաստանի երկրորդ նախագահի նկարն է։ Սամվել Կարապետյանն ու երկրորդ նախագահը այսպիսի նկար չունեն, նրանք քաղաքական պրոցեսներում իրար հետ որևէ առնչություն չունեն։ Սամվել Կարապետյանն է մեր ընդդիմադիր դաշտի ամենաշատ վարկանիշ ունեցող առաջնորդը, ով մեր առաջարկն է Հայաստանին, որ փոխենք մեր երկրի առաջնորդներին, առաջի անգամ բերենք երկրում լինի տնտեսագետ առաջնորդ, նոր մարդ։ Մենք երբեք մեր ձայնը չի գնալու ուրիշ ուժի ներկայացուցիչ, որովհետև պրինցիպալ մենք ունենք դիրք, որ Հայաստանում այսքան խնդիրների պատճառը այն է, որ չունենք ղեկավար,
ով տնտեսագետ է եղել, ով կարա աղքատությունից հանի մեր երկիրը։ Սա անում են կեղծ տվյալ են տարածում, որպեսզի մեր հասարակության այն մասը, ով ինչ-ինչ պատճառներով, ինչ-ինչ վերաբերմունք ունի նախկին ղեկավարներից որևէ մեկի հանդեպ, նույն վերաբերմունքը սկսի տածել Սամվել Կարապետյանի հանդեպ, բայց սա կեղծ բան է, ՔՊ-ի կողմից սարքած սուտ է, սիրելի հայրենակիցներ։ Վերջապես էլի ՀՄԿ Հայաստանի առաջին ալիք, մեր հարկերով աշխատող կառույց ու այսպիսի ապատեղեկատվություն։ Սիրելի հայրենակիցներ, իրենց ձեռագիրը, այն ձեռագիրն է, որ պատերազմի ժամանակ հիշում եք, ասում էին Գետաշենը գրավեցինք, այս գրավեցինք, այն գրավեցինք, զայնայիններ էին տարածում ժողովրդի մեջ։ Այդ նույն կառույցն է անում, ինչ որ սա է անում։ Սա ՔՊ-ի ապատեղեկատվություն սուտ տարածող կառույցն է։ Եվ մենք այս ստերի շարանը հարյուրավոր է։ Ուղղակի ես մի անգամ ուզում եմ ձեզ ներկայացնեմ, որ այս ստերին չհավատաք ու նաև իմանաք, թե ով է տարածում։ Ու այսենց ստերով մեր ազգին կերակրել են ու բերել են 3 պարտություն։ Անգամ Արցախյան 44 օրյա պատերազմի օրերին մեր հասարակության մեծ մասը չգիտեր իրադրության իրական վիճակը, որտեղ էլի սենց ստեր էին տարածում։ Մենք վերջապես Հայաստանը ունի մի առաջնորդ, նոր առաջնորդ, ուժեղ առաջնորդ, ով անկախ է բոլոր տեսակի պայմանականությունից եւ միայն իր ամբողջ պոտենցիալը կարող է դնել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Փորձել ունի տնտեսության, այս երկրին ամեն ինչ ունի տված, ոչ թե վերցրած տարած հաշիվներում պահած։ Դա Սամվել Կարապետյանն է ու երրորդ համարով մենք գնալու ենք ընտրության, երրորդ համարն է նախանշված մեր համար դուք կարող եք որոշում կայացնել կամ Հայաստանը շարունակում է այս ուղղությամբ, այս մարդկանց հետ, ովքեր կեղծիք են ամեն օր տարածում, սուտ բաներ են տարածում, խաբում են սեփական ժողովրդին, կամ վերջապես լուրջ, նորմալ, աշխարհին ճիշտ ընկալող ղեկավար ունենանք։